Բարելույս Հայաստան, բարելույս իմ հիանալի հայացք, ես Արտուր Ֆարմանյանն եմ, Հայաստանի ժողովրդական կոմունիստական կուսակցության ղեկավարը։ Սիրելի բարեկամներ, այսօր կփորձեմ մի քիչ կարճի մեջ ձեր խնդրանքով այսօր չեմ տեղադրի սրանց երեսները, փափուկ ասած երեսները ռուսերեն կարելի է թարգմանել ռոժեկը, բայց խոսակցությունը լինելու է երևի 3 փուլից, առաջի փուլը կլինի այդ երեկվա իմ տեսահոլովակի վերաբերյալ, որտեղ որ ես խնդրեցի ձեզ տարածեք, երկրորդը անդիմության մասին, Նիկոլ Փաշինյանի ասուլիսի մասին եւ վերջում ադրբեջանցիների մասին, թե ինչպես են հիանում նրանք Երևանի փողոցներով։ Սիրելի բարեկամ, փորձենք այս ֆորմատով չտեղադրեմ, ես ուղղակի ինչի համար եմ տեղադրում իրանց ասածները, քանի որ այս մարդիկ դնում ֆրծնում ասում են դա լկտի սուտ է, տենց բան չի եղել, չկա տենց բան, սուտ է, ըստ օդում պտտվող լուրերի են խոսում։ Դե այսօր փորձենք սենց, տեսնենք ինչպիսի արձագանք կտա Քանդիլ-պետություն կուսակցությունը եւ իրենց աջակիցները։ Ուրեմն երեք մեզ խոսացի Արսեն Ամիրյանի անվան փողոցը վերանվանվելու վերաբերյալ եւ մեր հերոսների նկարները ջնջելու անցումների չենքերի վրայից։ Արի ու մի տես, որ այս մարդիկ ովքեր կան, որ կոմունիստա ցավով են տարապում, դրանցից մեկը մի հատ մի թոմ լրագրող, բայց իր էությամբ աննասուն էակ, որի անունն է Արմեն Չիբուխչյան։ YouTube-ում կա այդ տեսահոլովակը իր ամեն ինչով։ Իրեն հրավիրել են տաղավար, ինքը սկսում է խոսալ, որ Շաումյանի տենենեն Շաումյանին, այ տղա ջան, լսի, այ օչխար, հազար ներողություն, սիրելի հայրենակիցներ ջան, դուք գիտեք, որ մենք կուլտուրական մարդ ենք, բայց ինչը որ կպնում է, մենք չենք հանդուրժի, մենք հոմ Նիկոլը չենք, որ մեզի նսրմացնեն, մենք էլ ձեն ճանենք։ Չնայած ինքը այդքան չկա, որ էդի անի, բայց ուղղակի փորձում են, էլի կողքից բզբզան։ Ուրեմն տեսեք ինչ ասում է ճիշտ են անում, էդ էլ պիտի անեն, էնե պիտի անեն, այն Շաումյանի արձանը ինչի է դրած։ Այ օչխար արարած, լսի քեզ ինչ եմ ասում։ Ի շնորհիվ Շաումյանի, որոնք Սամվես կոմիսարներով գնդակահարվել են քո այնումից որ փողեր ես լափում ստանում ձեր այդ սորոսական խմբից, այդ դրանք տարի գնդակարեն այդ մարդուն, բայց ի շնորհիվ այտենց հեղափոխականներ եւ այտենց մարդիկ Հայաստանից Հանրապետությունը 70 տարի փայլուն ապագա է ունեցել։ Եվ այ հիմար անտեր, այդ բուն, որ դու միթոմ ավարտել ես, էդի սարքել են ի շնորհիվ այդ մարդկանց։ Հիմա նայեք հələ սրա տգետության աստիճանը եւ կրթվածությունը։ Անդե գալի հասնում են արդեն Ուկրաինա, Ուկրաինայում ասում է Պուշկին Լերմոնտով բան խառնում է իրար, ասում է Պուշկինը աքսորված չի եղել։ Լրագրողը ասում է ոնց Պուշկինը աքսորված չի եղել, հենց Պուշկինը աքսորված եղել, Պուշկինը բռնակալության դեմ է պայքարել, ես արեն արե, ասում է չէ, ես գիտեմ, որ դեկաբրիստների հետ եղել է Լերմոնտովը։ Դե արի մի ասա, այ օչխար, որ դու էթում ես գոնե, որ մարդիկ քեզ հրավիրում են հաղորդման, գոնե մի հատ ուսումնասիրի, դեկաբրիստները ինչ են եղել, ով են եղել, ով է իրանց հետ եղել։ Հայվան 1814 թվականին ծնված Լերմոնտովը ոնց կարա լինի մասնակից 1825 թվականի դեկաբրիստների փորձ հեղաշրջմանը։ Դու անգամ պատճառները չգիտես, թե դեկաբրիստները ով են։ Դեկաբրիստները դրանք սաղ վերին սաստավն է եղել օֆիցերսկի, որոնք Նապոլեոնի պատերազմից հետո տեսել են այդ առնարդարությունը եւ ուզեցել են կարգ փոխել։ Լերմոնտովը 11 տարեկան երեխա 1814 թվականին է ծնվել Լերմոնտովը։ 11 տարեկան երեխա դեկաբրիստների հետ ինչ էր անում։ Ասում չգիտեմ Պուշկինը եղել է հետները թե չի եղել, Լերմոնտովը հաստատ եղել ու կլիկ խփում է։ Այս սրանք այսենց են։ Խոսում են ու վсё գնաց։ Գլխավորը խոսան։ Ուրեմն լսի օչխար, դատարան տուր օչխար բառի համար ես մեծ հաճույքով կապացուցեմ, որ դու մենակ ոչխար չես, դու կրդած ոչխար ես։ Հայվանին նայել է։ Մեր կոմունիստներից հեռու խաղակ։ Քանի որ մենք հեսա գալու ենք իշխանության, մենք ձեզի սաղիթ այսենց Պուշկինն է, Լերմոնտովն է, Դաստոևսկին է, Բուլգակովն է, սաղիթ քիշացնենք։ Դե սպառնում եմ դատարան տուր։
Դու պիտի Պուշկինի, Լերմոնտովի սաղի իրանց այդ ստեղծագործությունները ինչ որ գրել են, անգիր ինձի պատմես։ Չպատմես կգնդակահարվես։ Այդ ալել, որ դու կրթվես։ Նենց մի հատ մուրուքը թողել է, բանը, հա, դիտում ինտելիգենտի դեմք ես ընդունել, հայվան։ Ժողովուրդ ջան, ներողություն եմ խնդրում ավելնորդ էմոցիաների համար, ուղղակի երբ որ տհասները նման արտահայտություններ են անում, ասենք իմաստը որն է խոսալ Պուշկինից, Լերմոնտովից, լրագրողը քեզ ընդամենը հարց է տալիս, թե ասենք թե ոնց եք նայում Ամիրյան փողոցը վերանվանման, կամ հերոսների նկարները հանելու, գնաց, հասավ, ես իմուր, այսինքն սրանք բոլոլա են սարքում ամեն ինչ, ու այնքան որ խոսան էլի, այն ռուսերեն ասած, հազար ներողություն, նաբոր սլով, ասեցին, իմաստը չկա, գոնե լավ է, այս լրագրողը կյանք անցած տարիքով տղա է, գոնե սրան ասում է, այ էշավարի բաներ մի խոսա, սա սենց եղել, սա սենց եղել, էլի չի մտնում, իր իրան բլ գնաց։ Մեկ անգամ ես ներողություն եմ խնդրում ավելնորդ էմոցիաներից համար, հիմա Նիկոլ Փաշինյանի երեկվա ասուլիսը։ Նիկոլ Փաշինյանին բազմաթիվ հարցեր են տալիս, ասում են, որ Ամերիկայում անցել է ֆորում, որտեղ որ ադրբեջանցիները բարձրացրել են Կապիտոլիի շենքում, անցածրել են իրենց ֆորումը, բարձրաձայնել են արևմտյան Ադրբեջանի հարցերը եւ այլն, այսինքն որ վերաբերվում է Հայաստանից Հանրապետությանը մեր տարածքներին, վերադարձի մասին։ Ասում եմ, ես դրա մասին չեմ լսել։ Բայց ասում եմ, 3 ամիս առաջ բա մերոնք որ խոսել են դրա մասին, ինչի չեք խոսում։ Նիկոլ, քեզ հարց է տալի լրագրողը, արևմտյան Ադրբեջանի մասին հարց է բարձրացրել։ Դու կուլտուրական մի հատ խոսք կա, չի ասում դու ընտանիքի հայր ես, թե в общем, դու հիմա երկրի ղեկավար ես, թե ով ես Նիկոլ։ Ոնց թե չգիտես, չես լսել։ Անդե այն ժամանակ սենց են կարել, մենք ենք սենց խոսացել, իրանց մասին չգիտեմ։ Նիկոլ Փաշինյան, ուրեմն բարձրաձայնել են եւ ահագին մեծ ձայներով կողմ են քվեարկում այդ որոշմանը։ Եթե չգիտես, ապա ես քեզ ասում եմ, որ դու իմանաս։ Մի հատ հարցերա կողքից քեզ կասեմ։ Այդ որ դուք ձեզ ճղում եք, չկա տես բան, արևմտյան Ադրբեջան տես բան չկա։ Բացի դա, Նիկոլ Փաշինյան, ուրեմն Բաքվի փողոցներում պետական մակարդակով տեղադրված են ապարատներ են ասում, ինչ են ասում, այն որ on-line ռեժիմով նայում են, թե ինչ է կատարվում Երևանի փողոցները կամ միգուցե դրանք ձայնագրված են, չգիտեմ, եւ այնտեղ ասում են, տեսեք, ձեր պապական հողերը, ձեր պապական փողոցները, դրան ինչ կասես, Նիկոլ։ Էդ էլ չգիտես, կամ ուրա նայում աղացան ընդհանրապես, սենց բաներ է կատարում, եթե դա on-line են նայում, ուրեմն այդ կամերաները կան, այդ որ կամերաներից կախվում է իր Սաշիկ Սարգսյանը, ասում էր պրիվետ ա Զեմոնովը, էդի հենց էդի դրա համար էր անում, որ հիմա ձեր կամերաները կախես եւ ադրբեջանցիները նայեն, ինչ է կատարվում փողոցներում, հա։ Հետո մեկ արձագանք Նիկոլ Փաշինյանը ասում է արմատախիլ ենք անելու այն ուժերին, ովքեր շարունակում են Արցախյան շարժումը։ Հա, ներողություն, ինք ասեց Ղարաբաղյան շարժում։ Ուրեմն լսի, Ղարաբաղյան շարժումներ ենք շարունակում, Արցախյան շարժումներ ենք շարունակում, հեղափոխական process-ն է շարունակվում եւ հեղափոխությունը անխուսափելի է եւ վերջինը 5-րդը Նիկոլ Փաշինյան պատրաստվի հանձնել իշխանությունը Հայաստանի ժողովրդական կոմունիստական կուսակցությանը, կոմունիստերին, քանի որ մնացածը բոլորը միթոմ ընդդիմությունը իրենց երեսը պատռեցին եւ ցույց տվեցին իրականում ովքեր են իրանք։ Ժողովրդի աջակցության մասին ես մտածում, թե ժողովուրդը մեզ կաջակցի, թե ոչ, համոզված եմ, քանի որ մեր հայ ազգը Նիկոլ Փաշինյան դեռ այդքան չեք իրան պառակտե, որպիսի իրեն կորցրած լինեն լիովի իրենց ինքնասիրությունը։ Անենց որ պատրաստվի, հանգիստ մի փրփրա, նստի, այնտեղ ինչ եք են Ռուբեն Ռուբենյանին եք ուզում նշանակեք ազգային ժողովի նախագահ,
Ալեն Սիմոնյանին դե բնականա կնշանակեք նախագահ ժողովուրդ ջան դուք պատկերացեք Ալեն Սիմոնյանը Հայաստանի Հանրապետության երեսը նախագահ Էլ մարդ չկար այդ ձեր բիսեդկում Էս ինչ եք անում Դե այդ իրանց մուր իրանց գլուխը իրանք մեկը մեկին են որ ասում արժանի են Ուրեմն մեկ անգամ եւս կրկնում եմ Նիկոլ Փաշինյան Հայաստանի ժողովրդական կոմունիստական կուսակցությունը շարունակելու է պայքարել Արցախի համար եւ հաղթող է դուրս գալու վստահ եմ ասում մենք գիտենք ինչպես լուծենք այդ հարցը մենք պատրաստում ենք հեղափոխության Նիկոլ Փաշինյան մեկ անգամ եւս ձեզ տեղեկացնում եմ հարգելով ձեր խոսքը դուք կոչ եք արել մենք չենք կարա ձեզ մերժենք Եվ երրորդը վստահ ենք մենք թե չէ ժողովրդի կողմից իհարկե վստահ ենք չեմ ասում այս պահին բայց մենք աշխատանքները տանում ենք հույսով եմ որ մենք վստահություն ձեռք կբերենք մեր հայրենակիցների մոտ եւ ոչ թե միայն Հայաստանի Հանրապետությունում այլ նաեւ Սփյուռքում մենք ձեր նման թալանչիներ չենք մենք միլիարդերներ չենք մենք համեստ կոմունիստներ ենք մեր համեստ ունեցված քայլերով, ֆինանսներով եւ ռեսուրսներով գնում ենք առաջ դեպի իշխանություն։ Անենց որ հանգիստ նստի ու մի փրփրա։ Իսկ Արևմտյան Ադրբեջանի մասին խորհուրդ կտամ մի հատ լավ լրջորեն մտածես։ Լավ մտածի։ Քանի որ դա այսօր չէ վաղը ստացվելու է։ Սիրելի բարեկամներ, հիմա ինչ վերաբերվում է ընդդիմությանը Այսօր սահմանադրական դատարանում լսվելու է բողոքները, ինչը որ ուժեղ Հայաստան դաշինքն է ներկայացրել, ինչը որ ներկայացրել է մի քանի կուսակցություններ, տեսնենք ինչ կասի սահմանադրական դատարանը, բայց ես սպասելիքներ չունեմ, քանի որ իշխանությունը միացրել է ռեպրեսիոն մեքենա Կարող է պատահի իմ պրոգնոզներով, որպիսի աշխարհին ցույց տա, որ իրանք միտոմ դեմոկրատ են, կամ կա պայմանավորվածություն, չգիտեմ, չեմ կարա ես դա պնդեմ, ու ասեմ դա տենց է, քանի որ մենք ասում ենք ճշմարտությունը, որը որ մենք գիտենք, ըստ 100%-անոց ինֆորմացիա, որը չգիտենք, մենք անգամ 99%-ով, եթե մեզ ինֆորմացիան հասնում է, որ դա ճշգրիտ է, ես չեմ ասի, Դա մեր կուսակցության պրինցիպն է միայն ճիշտը ազգին։ Դրանից էյան համոզված կնենք ասենք ինչի մասին է խոսքը, ասում են որ Գագիկ Ծառուկյանի կուսակցությունը Բարգավաճ Հայաստան կուսակցությունը հնարավոր է թողեն պարլամենտ։ Հիմա չգիտեմ կթողնեն թե չեն թողնի, այսօրվա օրը ցույց կտա, իսկ ուժեղ Հայաստան դաշինքը այսօր Տաշիր արենայում նախկին Էլի հիմա էլա կրկեսա ցիրկի շենքում այսօր հանդիպում է լինելու ընտրողների հետ, որտեղ որ միտոմ պետքա միասին որոշեն, վերցնեն մանդատները թե չէ։ Ես ասեմ հետևյալը, մանդատ վերցնելու մասին ես իմ կարծիքը հայտնել եմ, հələ թող փորձեն վերցնեն, բայց Հայաստանի ժողովրդական կոմունիստական կուսակցության դելեգացիան այսօր գնալու է այդ հանդիպմանը Եվ ձեր խոնար ծառան հարց է տալու իհարկե եթե կլինի Սամվել Կարապետյան, ապա Սամվել Կարապետյանին, եթե Նարեկ Կարապետյան, ապա Նարեկ Կարապետյանին։ Հարցը լինելու է շատ կոշտ, եթե ցույց տան նկարահանումը ինքներդ կտեսնեք, ես ուղիղ ասելու եմ։ Դուք վերցնում եք մանդատ թե չէ, Եթե վերցնում եք, ապա տեսեք հիշեք այս անտանելի երեսը, քանի որ այս երեսը եւ իր կուսակից ընկերները սկսելու է պայքար յուրաքանչյուր ընդդիմության դեմ, ով վերցնի մանդատները։ Ոնց էր ասում են Լևոն Տեր-Պետրոսյանը տղայեք վեգալեք։ Ինձ ասում էր տղայեք մի տվեք, ես ասում տղայեք վեգալեք։ Տեսնենք, ինչպես կասեր տատիկս ում մերը կպարկի եւ քանյա տղա կբերի։ Սիրելի բարեկամներ, այսօր այս կանը հույսով եմ, որ մեր երկրին կգա խաղաղություն, իրական խաղաղություն, արժանապատիվ խաղաղություն։ Հույսով եմ, որ մեր ազգը կվերջացնի, վերջակետը կդնի
արցախցի, ջավախցի, երևանցի, սիսյանցի, մենք ընդհանուր կգանք այն գաղափարին, որ մենք բոլորս եղբայրներ եւ քույրեր ենք եւ մեր ազգի անունն է հայ։ Հայ լինելը դա մեծություն է, դա պարծանք է, ոչ թե ցիցերով ազգը մասնատեն եւ պառակտեն։ Այսօր այս կանը լավ եղեք, առողջ եղեք եւ իմացեք, մենք գալու ենք ձեր օգնությամբ, դուք եք որոշելու ձեր երկրի ապագան, ձեր երեխաների ապագան, ձեր ապագան եւ համոզված եք լինելու վաղվա, մյուսօրվա, մյուսօրվա օրվա մեջ, քանի որ դուք արժանի եք դրան։ Մենք աշխատող, ստեղծող ազգ ենք, ինչի պիտի մենք այս կարճ կյանքում այսքան տանջվենք, պառակտվենք եւ էլ ուրիշ բան չունենանք, մտածենք օրվա հացի մասին։ Ստեղծող մարդը միշտ էլ պետք է ունենա համ հացը, համ աշխատանքը, համ ջուրը, համ էլ իրեն երջանկությունը։ Գեցե Հայաստանի Հանրապետությունը, գեցե հայ ազգս, գեցե հայկական սփյուռքը, գեցե հայոց առաքելական Սուրբ եկեղեցին։ Իսկ դուք մեր ավակ քույրեր եւ եղբայրներ, տատիկ եւ պապիկներ, համոզված եղեք, մենք ձեզ հետ ենք եւ մենք գալու ենք։ Այսօր ասկանը, ստեյցություն, Աստված բոլորիս պահապան, հույսով եմ կհանդիպենք։